Ազգային համախմբումը քաղաքացիական գիտակցության դաստիարակումը վախ է առաջացել, որ դա կարող է այդ միասնությունը մի օր հակաիշխանական լինի։ Մենք կարծեք ռազմավարականի ընկալումը չունենք, որովհետև մենք չունենք գիտակցող վերնախավեր հայաստանյան եւ սփյուռքյան։ Չկա այդ ինտելեկտուալ, այն առավել դոմինանտ սերուցքը, այն կտորը, որի վրա պետք է խարսխվի հիմնական գիտակցությունը սեփական պետություն ունենալու։ այդ ինչպես կարող է մի ազգ, որի մենք մասնիկն ենք, ունենալ նման ժառանգություն, բայց ունենալ նման ընթացք։ Հետխորհրդային միջավայրում զինվորական պսևդոէլիտա մեջտեղ եկավ, որոնք եկան եւ սկսեցին պարտադրել իրենց մշակույթը տեխնոկրատ կրթված մայրաքաղաքի։ Եվ այստեղ խզումն ու բախում անպատճառ պետք է լիներ։ Երևանը կարևոր է, Ստեփանակերտ ընդհանրապես այլևս մոռացեք նման դամերը չի։ Իրենց բերել են հենց դրա համար, որպեսզի իրենք սպասարկեին Արցախի արյունով հանձնել։ Գիտակցաբար մենք պետք է ստեղծենք իրական Հայաստան, որը հակադրվելու է պատմական Հայաստանին։ Պետականամետության սիմվոլները, խորհրդանշանները չի խրախուսվում, չի քարոզվում եւ փորձում է կանխարգելել ցանկացած համակարգող եւ համախմբող գործողություն։ Մեզանում ամենաողբերգական ձևով զրոյացվեց մարդ միավորի արժեքը։ Մենք ճգնաժամային իրավիճակում շատ արագ կարող ենք այդ խորը ցավը տանել եւ դրանից հետո փորձում ենք ինքնակազմակերպել, կարգավորվել, իհարկե կրկին վերնախավի բացակայության պայմաններում։